Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատումն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, իմ հյուրն այսօր թեատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր տնօրեն Սաթե Խաչատրյանն է, ու այսօր մենք փորձելու ենք ամփոփել թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որն այս տարի առաջին անգամ էր, այսպես Եվ որը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում ու Գավառում նաև, այսպես շատ մեծ ընդգրկուն, այսպես ծրագրով, ողջույն, շնորհակալություն Սաթե մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եկեք զրույցը սկսենք տպավորություններից, արձագանքներից, որովհետև այսպես ես շատ չեմ հասցրել այս փառատոնին ուղիղ մասնակից լինել, բայց թերթելով ամբողջ օրագիրը փառատոնի ձեր էջում հասկացա, որ հետաքրքիր շատ եւ ուշագրավ այսպես ծրագիր է եղել։ Եկեք արձագանքներից սկսենք զրույցը։ Շատ լավ։ Արձագանքներն իրականում ավելի քան դրական են եւ ոգևորող մեզ համար, որպեսզի շարունակենք այսպես ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի փառատոնը շարունակություն ունենա, եւ այս արձագանքները մեզ նաեւ մասամբ մոռացնել են տալիս բոլոր այն ահռելի դժվարությունները, որոնց միջով մենք անցել ենք փառատոնն իրականացնելիս, այդ դժվարությունների մեջ նաեւ կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք անշուշտ լուծելի են, բայց մենք չենք կարող լուծել իբրև փառատոնի կազմակերպիչներ, խոսքը վերաբերում է թատրոնների տեխնիկական զինվածությանը եւ ոչ միայն մարզային թատրոնների, այլև երևանյան թատրոնների, վերաբերում է մաքսային խնդիրներին, որովհետեւ մենք դեկորների տեղափոխության ժամանակ արդեն երկրորդ անգամ ենք բախվում նույն խնդրին, առաջին անգամ նռանգույնը հայ-ֆրանսիական պարային ներկայացման հայաստանյան հյուրախաղերի ժամանակ էր, քանի որ Հայաստանը, այսպես ասած, միութենական երկրների մաս չի կազմում, չեմ կարող ճիշտ տերմինն օգտագործել, թե որ միութենական, ամեն դեպքում պատկերացրեք, որ բացարձակ Եվրոպայի հետ կապ չունի, քանի որ Բրազիլիա գնալիս նույնիսկ դեկորը այդ խնդրին չի հանդիպում, ինչ հանդիպում է Հայաստանում, որովհետև բոլորովին վերջերս ենք վերադարձել Բրազիլիայից, նռանգույնը պարային ներկայացման հյուրախաղերով էինք այնտեղ Ռիո դե Ժանեյրոյում եւ Սան Պաուլոյում, ներկայացում, որը ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին եւ շարունակում է իր հաղթարշավը Փարաջանովին հանրահռչակելու, եւ հասկացանք, որ պատկերացրեք քանի անգամ կգնանք Ֆրանսիայից Հայաստան եւ հետ կվերադառնանք Բրազիլիա գնալու փոխարեն, ամեն դեպքում այդ խնդիրները արկա են, մենք ցավոք սկսեցի միանգամից բացասական կողմից, այսինքն խնդիրներից, բայց իմ արձագանքը կամ արձանագրումը բացառապես կառուցողական է եւ կարծում եմ, որ մի օր այս խնդիրները կլուծվեն, քանի որ Հայաստանը իսկապես սկսել է դառնալ շատ հետաքրքիր վայր, այսպես թե տուրիստական եւ թե մշակութային միջոցառումների, եւ Հայաստանում բազմաթիվ փառատոններ կան միջազգային կատարողական արվեստների, որոնցից յուրաքանչյուրը շատ կարեւոր է Հայաստանի հանրահռչակման համար, շատ կարեւոր է հայ եւ միջազգային ճանաչում ունեցող արտիստների միջև կապեր հաստատելու առումով, եւ սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում վստահ եմ, բայց անհրաժեշտ է, որ գոնե փառատոնների կազմակերպիչները գոնե այս խնդիրներին բախվելիս կարողանան լուծում ունենալ կամ գոնե կոնկրետ հասցե, որին կարող են դիմել եւ թեթևացնել հարցը։ Իսկ միջոցառումը տուժեց ամեն դեպքում այդ խնդիրներին բախվելով։ Բոլորովին, որովհետեւ մեր փառատոնը հրաշալի թիմ ունի եւ մեր տեխնիկական պատասխանատուն, որ Հայաստանում կարծում եմ ամենակարևոր միջազգային միջոցառումների նաեւ տեխնիկական պատասխանատուն է, եթե չասենք տնօրենը, Արտյոմ Նաղդյանը, ում համար իրականում չկան խնդիրներ, կան լուծումներ եւ այդ առումով մենք երկրորդ անգամ ենք համագործակցում, սա իհարկե ավելի մասշտաբային է, բայց ես իսկապես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան այդպիսի մարդիկ, ովքեր ցանկացած խնդրի կարող են լուծում տալ։ Լավ, եկեք խոսենք ծրագրից, ինչպես են ընտրվել մասնակիցները, ովքեր են եղել եւ ինչպիսին էր ծրագիրը։ Շատ լավ, մեր ծրագրում, եթե մեր ունկնդիրները հետևել են փառատոնին, նկատած կլինեն կամ լսած կլինեն բազմիցս, որ փառատոնը երկու հիմնական ուղղվածություն ունի,
պարը, որի մեջ մտնում է նաև պերֆորմանսը եւ դրամատուրգիական ռեզիդենցիաները։ Դա այս ընտրությունը չի վերաբերում փառատոնի ամբողջական, այսպես քաղաքականությանը հետագա տարիներին եւս, ամեն դեպքում առաջին տարվա համար 2 շեշտադրումներ են եղել։ Ինչու առաջին տարում հենց չենք բերել ֆրանսերենով ներկայացումներ, որովհետեւ մենք արձանագրում ենք շատ հստակ փաստ, որ Հայաստանը ֆրանկոֆոն երկրների մաս է, բայց ավելի շատ ֆրանկոֆիլ է, ֆրանսասեր է, ֆրանսերեն լեզվի հանդեպ մեծ հետաքրքրություն եւ սեր ունի, բայց ցավոք դեռ пассив, այո, այդ սերը ակտիվ է, բայց կիրառումը пассив է եւ մենք վստահ ենք, որ ոգևորությունը տարիների ընթացքում կաճի եւ նաեւ մենք կունենանք այնպիսի լսարան ֆրանկոֆոն, ովքեր ի վիճակի կլինեն ներկայացում սկզբից մինչեւ վերջ ֆրանսերենով նայելու։ Առաջին տարվա համար ընտրվել է պարը, պերֆորմանսը եւ հատկապես մեզ համար առաջնային է եղել, որ Հայաստան պիտի ժամանեն աշխարհահռչակ ճանաչում ունեցող արտիստներ եւ այնքան է ծեծվել աշխարհահռչակ բառը, որ հիմա իմ ականջին էլ է մի քիչ տարօրինակ հնչում, որ տպավորություն չստեղծվի, թե մենք հավելյալ կամ ավելորդ գովազդում ենք մեր ծրագիրը, բայց իրականում եթե բավական է միայն թերթել կամ Google-ում այո ընտրել այդ մարդկանց անունները կտեսնեք թե ինչ ճանաչում ունեն, այդ թվում նաեւ մեր դրամատուրգները Նատալի Ֆիլյոնը եւ Ժնևիև Դամասը, ով բելգիացի է, Նատալի Ֆիլյոնը ֆրանսիացի է, Ժնևիև Դամասը բելգիացի եւ մեր հյուրերի մեջ կար նաեւ Աստրիդ Բայիհան, ով դարձյալ ֆրանսիացի է եւ հատկապես հայտնի է որպես դերասանուհի, որովհետեւ աշխատել է Բոբ Վիլսոնի հետ, աշխարհահռչակ իսկապես ռեժիսորների հետ, Ժուլի Դելիկե եւ այլն։ Եվ մենք փորձել ենք նաեւ, այսինքն մեզ համար ոչ միայն իրենց այդ արտիստների ստեղծագործությունների բարձրաժեք եւ բարձրորակ լինելն է եղել կարեւոր, այլև հենց իրենք արտիստները, որովհետեւ մենք վստահ ենք, որ մշակութային տուրիզմը, մշակութային զբոսաշրջությունը սկսում է նաեւ այս տեսակի կամ այս հռչակն ունեցող մարդկանց Հայաստան բերելով, որոնք իրենց հերթին իրենց լսարանին տեղեկացնում են Հայաստանի մասին, կիսվում են իրենց տպավորություններով, ինչը տեղի ունեցավ, եւ հետաքրքրությունը Հայաստանի եւ հայկական մշակութային հայկական մշակութային կյանքի հանդեպ աճում է։ Այսինքն մեր ռազմավարությունը տարբեր այսպես առաջնային խնդիրներ է դրել իր առաջ, որոնք փորձել ենք լուծել եւ կարծում եմ պատվով լուծել ենք մինչ այս պահը։ Խոսքը վերաբերում են նաև մեր ռազմավարության մեջ եղել է նաև կարևոր մշակութային ապակենտրոնացումը, որ առհասարակ Սատեատր թատերական միության ռազմավարության մեջ է մտնում, որի մասին ենք բազմիցս խոսել ենք եւ մենք մեր քայլերով, մեր նախագծերով ապացուցել ենք, որ մեզ համար Երևանը մայրաքաղաք, ինչպես ցանկացած երկրի մայրաքաղաք, բայց պետությունը չէ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը Երևանը չէ։ Երևանը ֆանտաստիկ կետ է հանդիպման, ես մեծացել եմ Երևանում, ուզում ասեմ, ես երևանցի եմ, բայց ինձ համար հետաքրքիր են մարզերը, որոնք Հայաստանի ամբողջական պատկերի եւ նաեւ զարգացման համար առաջնային նշանակություն ունեն։ Այս տարվա աշխարհագրությունը ինչպես է ընտրվել։ Նախ Կապանի հետ մենք ուզում էինք աշխատել բազմիցս եւ առաջին անգամ այդ առիթը ընձեռնվեց, որոշեցինք անպայման Կապանից սկսել փառատոնը, Գավառի հետ բազմիցս աշխատել ենք, Գավառի դրամատիկական թատրոնի հետ, Գորիսը անպայման էր մեզ համար, որովհետեւ նախ Կապան էինք ասել, հետո մեր թատերական միությունը հիմնվել է եւ գործում է Վիեն քաղաքում, իսկ Վիեն Գորիս քաղաքները քույր քաղաքներ են արդեն 30 տարի, եւ մեր համագործակցության մեջ մտնում են բազմաթիվ քույր քաղաքներ, ֆրանսիական եւ հայկական, օրինակ Սանտետիեն, Կապան քույր քաղաքների դրամաբանության մեջ էր համագործակցության, Վիեն Գորիս, Գավառ Իզեր դեպարտամենտ, հա, այսպես Գրենոբլ Սևան, նույնիսկ եթե մենք Սևանում հանդես չենք եկել, բայց Սևանից երիտասարդների հրավիրել ենք մասնակցելու միջոցառումներից մեկին, որը ամբողջությամբ փակ էր։ Իսկ ընդհանրապես ծրագիրը կազմելիս հաշվի առնում եք տեղային ինչ որ նշանակություն, ընդհանրապես այնտեղ մարդիկ ինչ են սպասում, թե ուղղակի իրենց համար որոշակի անակնկալ կարող է լինել նաև։ Մենք մեր նախագիծը կազմում ենք, թե մենք ինչ ենք ուզում տալ
տրամաբանությամբ տեղային առանձնահատկությունները մշակույթը չի կարող ունենալ տեղային առանձնահատկություն։ Եթե մենք սկսենք իսկապես մի քիչ չափազանցված եմ ասում եւ ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին կվիրավորեմ, բայց եթե որոշենք բացառապես պատասխանել մեծ մասաների ակնկալիքներին, մենք կարող ենք հեռուստա սերիալներից այն կողմ չգնալ, որովհետեւ երբեմն դա լի բավարար է։ Իսկ ընկալվում էր ընդհանրապես անպայման ընկալվում է այն ինչ որ դուք վերում էիք, ցույց էիք տալիս։ Եթե մենք չհամարենք, որ մարզային հանդիսատեսը նույն Miss Warrior-ից ինչ Երևանյան հանդիսատեսը, որ այնտեղ կան շատ խելացի, բանիմաց, աշխարհընկալման շատ հետաքրքիր եւ յուրօրինակ մոտեցմամբ մարդիկ, մենք չենք տանի այնտեղ որևէ բան։ Ես շատ մեծ վստահություն ունեմ մեր մարզային հանդիսատեսի վրա եւ դա բազմիցս համոզվել եմ, որ իմ զգացողությունը ճիշտ է եւ մարզ պետք է տանել լավագույնը եւ իսկապես սա սոցիալական պատասխանատվություն է, որը պիտի կրեն բոլոր արվեստագետները, բոլորովին ինչ-որ մեկին խորհուրդ տալու նպատակ չունի խոսքս, ես իմ մասին եմ խոսում, ինձ համար շատ կարեւոր է, մեր միության համար կարեւոր է եւ մենք շատ ենք սիրում մարզային հանդիսատեսին, մենք շատ ենք սիրում մարզերում գործող թատրոններին եւ թատրոնի կոլեկտիվներին, ես բազմիցս աշխատել եմ իրենց հետ եւ դա կատարյալ վայելք է, սկզբում իհարկե դժվար է, որովհետև պահանջները մեր շատ ավելին են, ավելի բարձր են, բայց իրականում բարձրել չեն, հավասար են ինչ երևանյան արտիստներից կարող է լինել, երևանյան թատրոններից պետք է լինել եւ բոլորովին համաձայն չեմ, որ այն ինչ որ անում են էլի լավ է, չէ, ես կարծում եմ, որ իրենք վստահ եմ, որ իրենք կարող են ավելին անել եւ նույնը վերաբերում է նաեւ հանդիսատեսին, ես շատ եմ սիրում մարզային հանդիսատեսին, իրենք լավագույնին են արժանի ասել եւ ասում եմ եւ դրա համար մենք լավագույնը փորձում ենք տանել նաեւ այնտեղ։ Ինչու մեր ներկայացումները չկարողացանք այնտեղ տանել, որովհետեւ որևէ մարզային թատրոն ցավոք այսօր ի վիճակի չէ տեխնիկապես հյուրընկալել այն ներկայացումները, որոնք բերել էինք Երևան։ Այո, մենք խոսում ենք այո, եւ նույնիսկ երևանյան որևէ թատրոն մենակ առանց տեխնիկական այսպես այսինքն եթե չգնանք այլ թատրոններից կամ օպերայից նույնիսկ տեխնիկական հագեցվածության համար լույս խնդրենք, բերենք, վարձակալենք, մենք չենք կարող ներկայացումներ անել։ Սունդուկյան թատրոնը ազգային ակադեմիական թատրոնը, որ հյուրընկալեց մեր բացման արարողությունը պիքսել ներկայացմամբ, թատրոնը արդեն ունի իր փառատոնը, Երևանյան փառատոնը, որը փայլուն է իրականացնում եւ հրաշալի ներկայացումներ է բերում։ Այդ թվում նաեւ Օդեոն թատրոնից հյուրընկալեցին մի ներկայացում անցյալ կամ նախանցյալ տարի եւ իրենք շատ լավ գիտեն խնդրի մասին եւ իրենք են նույն խնդրին բախվել եւ կարծում եմ դա էր պատճառը, որ այդպես շատ դա իրոք անլուծելի խնդիր է, այսինքն դա մենք տեսնում ենք թե ինչպես են վերանորոգվում, այսպես վերածնվում մեր թատրոնները, բայց փաստորեն լիարժեք չեն դրանք։ Անլուծելի խնդիր այսօր չկա։ Հատկապես ինչ վերաբերում է տեխնիկային թատրոնները վերազինվում են կամ վերանորոգվում են, առայժմ դա հայտարարության ոլորտում է մնացել եւ իրականության չի վերածվել, բացառությամբ 1-2 թատրոնի, օրինակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվում է Հերմակրչյան թատրոնը, որը վերջերս լիովին վերանորոգվեց եւ վերազինվեց ձայնալուսային տեխնիկայով, բայց փոքր թատրոն այնտեղ որևէ ներկայացում մեր վերած ներկայացումներ չէր կարող տեղավորվել եւ էլի այնտեղ էլ կան իհարկե խնդիրներ տեխնիկական վերազինման առումով, բայց թատրոն վերանորոգել չի նշանակում պատերը ներկել կամ սանհանգույցները վերանորոգել։ Թատրոնի վերանորոգումը լուսատեխնիկային վերազինման հետ ուղիղ համեմատական է, այսինքն ավելի լավ է պատերը ներկած չլինեն, բայց թատրոնն ունենա բավականաչափ լույս եւ ձայնային համակարգ, քան բերենք պատերը ներկենք, վերանորոգենք սանհանգույցը կամ մուտքը եւ համարենք, որ թատրոնը վերանորոգված է, վերազինված է։ Դա ուղղակի խապկանք է, որին չի կարելի տրվել։ Հետաքրքիր է, ուրեմն մեր ներկայացումները նման պահանջ չեն ունեցել մինչ օրս եւ ունեցել են եւ ունեն եւ հայ ռեժիսորները վստահ եմ, որ երբեմն խելագարության շեմին են հասնում, ինքս էլ քան որ աշխատել եմ թատրոնների հետ, բայց պետք է գուցե միջազգային թանկաճույք է, անշուշտ շատ թանկաճույք է, ցանկացած թատրոնի վերանորոգում թանկաճույք է, պարզապես լուսաձայնային, այո, որովհետև եթե պիտի նույն մակարդակի լուսաձայնային տեխնիկա բերենք, որը արդեն թատրոնն ունի, ուղղակի դրա մի քիչ թարմ տարբերակը կամ նոր տարբերակը իմաստ չունի դա փոխել։ Այսօր լրջագույն
այսպես ձեռքբերումների են հասել տեխնիկական լուծումները համաշխարհային թատրոնում, այնպես որ մենք եթե ոչ համաչափ, գոնե մի փոքր պետք է մոտենանք, որ այդ տարբերությունը ահռելի չլինի։ Սա թե իսկ բովանդակային առումով ինչ խնդիր է իր առաջ դնում նախ եւ առաջ այս փառատոնը այն որ կատարողական արվեստն է այստեղ զարգացնում թե այն որ օրինակ ֆրանկոֆոն միջավայր է ստեղծում այսպես Առաջին հերթին ֆրանկոֆոն միջավայրի ստեղծումը կատարողական արվեստներով, հա, այսպես համատեղ եմ դրա միջոցով եւ կատարողական արվեստների փառատոններ Հայաստանում կան եւ իրենցից յուրաքանչյուրը շատ կարեւոր է ցանկացած փառատոն նոր կապերի, նոր համագործակցությունների Հայաստանի Հանրապետության հանրահռչակման առումով նոր որակի, նոր ձևի հնարավորություն է եւ շատ ողջունելի են բոլոր փառատոնները Մեր փառատոնը այո առանձնանում է, որովհետև ֆրանկոֆոն միջազգային փառատոն է կատարողական արվեստների, մեր նպատակն է Հայաստանը դարձնել ֆրանկոֆոն աշխարհի արվեստագետների եւ հայ արվեստագետների հանդիպման վայր ամեն տարի հուսանք, որ դա կկարողանանք, որովհետև մեր առաջ դրված խնդիրները եւ մեր ցանկությունը բերելու բացառապես բարձրորակ եւ մեծ ճանաչում ունեցող արտիստների անշուշտ բարթացնում է մեր հարցը, մեր գործը եւ եթե մենք չունենանք ֆինանսական այն միջոցները, որ կարողանանք այս մակարդակի արվեստագետների բերելու մյուս տարի, մենք փառատոնը մյուս տարի չենք անի, կանենք դրան հաջորդող տարին։ Ուզում եմ ասել, մեզ համար ուղղակի այսպես ուղղակի կետ կամ փաստել, որ այո մենք արեցինք փառատոնը, դրա համար չենք անելու մյուս տարի փառատոն։ Փառատոնը շատ բարձր նշաձող է սահմանել եւ մենք դա պահելու ենք։ Եթե դա չլինի մյուս տարի, դրանից մեծ ողբերգություն չենք ապրի, մենք նախապատրաստվում ենք հաջորդ փառատոնին, ծրագիրը արդեն ես ունեմ կազմած, եթե դա չստացվի անել ֆինանսական խնդիրների պատճառով մյուս տարի, կանենք դրան հաջորդող տարին, բայց Հայաստանում պետք է լինեն, Հայաստան պետք է հյուրընկալի բարձր, շատ բարձր մակարդակի ներկայացումներ։ Տեսեք, մենք սովոր ենք, մենք գիտենք, որ բազմաթիվ փառատոններ կան մեզանում, որ այդ տոնական մասը միշտ ապահովում են, բայց մենք նաև խորքային ակնկալիքներ ունենք այդ փառատոններից, այսինքն զարգացնել որոշակի ոլորտ, ինչ որ մի բան այն որ մի բան առաջ այսպես մղել նույն հրատարակությունների մասով, ասենք, թարգմանությունների մասով դուք ունեք նաև գրքի շնորհանդեսներ անցկացրեցիք։ Այո։ Ես շատ երկար խոսեցի պարային հատվածի կոմպոնենտի մասին, բայց փառատոնը ունի եւս երկու բաղադրիչ։ Ես գիտեմ, որ վարպետաց դասերել են, հա, եղել այդպես։ Այո, ուրեմն մենք ունենք դրամատուրգիական ռեզիդենցիաների բաղադրիչը, ունենք դեպքում ստացեց եւս 3 բաղադրիչ, ունենք աշխատարանների մաստեր կլասերի բաղադրիչը եւ սոցիալական բաղադրիչը փառատոնի մեջ։ Սկսեմ վերջից, սոցիալական բաղադրիչի մեջ մտնում էին շվեյցարացի արտիստները, ծաղրացուները, որոնք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների առաջ խաղալու մեջ, հա, իրենք դա առանձին մասնագիտություն է, անգլերենով հայտնի տերմին է clinical clowns եւ La Temeraria ընկերությունն է մեզ հյուրընկալել այդ բաղադրիչը կարևոր էր ինչու, որովհետեւ ես գտնում եմ, որ երբ հանդիսատեսը չի կարող գնալ ներկայացում դիտելու, ներկայացումը պիտի ինչ որ կերպ գնա իր մոտ, այսինքն մշակութային հասանելիությունը կարևոր բաղադրիչ է առհասարակ փառատոնի համար, դրա համար մենք նաև մարզեր գնացինք մշակութային հասանելիության համար։ Մենք հանդես եկանք այդ ներկայացմամբ Յոլիանի անվանարյունաբանության կենտրոնում այն բալիկների համար, որոնք հիվանդասենյակներում էին, նույն փորձառությունը ունեցանք նաև Գորիսում, Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնի երեխաներն էին, բայց նաև հենաշարժողական խնդիրներ չունեցող երեխաները ներառականությունն ապահովելու համար, եւ իրենք ունեցան նաև մաստեր կլաս, աշխատարան 3-ից 5 տարեկան բալիկների համար, պարզապես առաջին ծանոթությունը կարմիր քիթիկին, զգացողությունները եւ այլն։ Սա սոցիալական բաղադրիչ է, որի իրականացման համար մեզ մասնավոր ընկերություններ օգնել։ Շատ կարևոր է, շատ։ Եվ մենք հետո, գիտեք, մենք ուղղակի փառատոն չենք անում ասում ցտեսություն, շնորհակալություն, կհանդիպենք մյուս տարի, մեր բոլոր գործընկերների հետ մենք նախքան նախագիծը անում ենք կարիքների գնահատում մենք փառատոնի կազմակերպիչների իբրև, որից հետո արդեն անպայմանորեն նստում ենք, հանդիպում ենք եւ փորձում ենք հասկանալ
ինչը աշխատեց, ինչը չաշխատեց, ինչի կարիքը կա շարունակելու եւ այն որպես ինքը երկարաժամկետ եւ տրամաբանված լինի։ Նույն կերպ մենք նաեւ ունեցանք աշխատարաններ Պարի, հիփ-հոփ Պարի, Պարարվեստի ազգային ուսումնարանում, պետական ուսումնարանում ներողություն, մոդեռն պար ժամանակակից բաժնի ուսանողների հետ եւ դա հրաշալի անցավ, ազատ մաստեր կլաս գրանցումներով 12-ից 16 տարեկան երեխաների համար Առնո Բաբաջ երիտասարդների համար Առնո Բաբաջանյան համերգասրահում, որը հրաշալի անցավ եւ շատ այսպես մասնակիցներ եղան եւ ոգեվորված։ Եվ մյուսը դրամատուրգիան է, որի մասին կարծեմ մենք մեր անցյալ զրույցում շատ երկար խոսեցինք, որովհետեւ դրամատուրգիան ինձ համար իբրև գործող ռեժիսորի իբրև դրամատուրգիայի մեջ այսպես եւ գիտական աստիճան ունեցող, բանասիրական գիտությունների տեխնացու եմ, ես եւ դրամատուրգիայի գծով Հայաստանում, ես Սորբոնի համալսարանում էլ մաստեր 2 եմ արել դարձյալ դրամատուրգիայի ուղղությամբ, դրամատուրգիան ինձ համար շատ կարևոր կետ է եւ կրկնում եմ, ազգային թատրոնը հիմնված է ազգային դրամատուրգիայի վրա, առայժմ մեր ազգային դրամատուրգիան թերևս ավանդույթներից ռուսական կամ սովետական լավ ռուսական ասենք, թատրոնի ավանդույթներից չի ձերբազատվել, դրա մեջ վատ բան չկա, ես բացարձակ իմ խոսքի մեջ որևէ բան ասելուց, որը մեկին քննադատությամբ չեմ վերաբերում, ես խոսում եմ իմ փորձառության մասին եւ իմ տեսակետն եմ ասում, եւ այդ ավանդույթները հրաշալի են մինչեւ այստեղ մեզ ուղեկցել են, շատ հարստացնող են, բայց կարծում եմ մենք պետք է սկսենք նաև այլ բաներ փնտրել, գտնել եւ այս ռեզիդենցիաները հենց դրա համար էին։ Կապանի ռեզիդենցիան բացառիկ էր իր տեսակով, դեմքեր նախագիծը Նատալի Ֆիլյոնի, նա իրականացրել է արդեն 5 տարբեր երկրներում, սա 6-րդ փորձառությունն էր եւ իր հատկապես նախագծի ելակետն է շատ հետաքրքիր, ինքն ասում է Նատալին, որ այն պահից, երբ լուսանկարչությունը ստեղծվեց, առաջ եկավ, գրականությունը կորցրեց իր նկարագրողական ֆունկցիան։ Մենք այլևս չենք տեսնում վեպերում բազմաթիվ էջեր, որտեղ գրողը մանրամասնորեն եւ գեղագիտորեն ներկայացնում է բնությունը կամ մարդուն, եւ ինչ որ առումով փորձվում է այս նախագծով Նատալին գրականությանը վերադարձնել իր հիմնարար ֆունկցիաներից մեկը, որպեսզի մեր աշխարհը չլինի բացառապես պատկերների աշխարհ, որ լուսնային արագությամբ են իրար հաջորդում, այլ որ մենք մեծ ժամանակ տրամադրենք նայելու, դիտելու, ուսումնասիրելու եւ սա շատ հետաքրքիր, այսպես ասած, սկզբունք է։ Դրա շրջանակում Նատալի Ֆիլյոնը եւ 2 հայ դրամատուրգներ, Անուշ Ասլիբեկյանը, որ բավականին հայտնի դրամատուրգ է Հայաստանում, եւ Անի Առաքելյանը, ով Բուկֆեստի դրամատուրգի անվանակարգի հաղթող էր այս տարի, երեքով Կապանի դրամատիկական թատրոնի հետ համատեղ իրենց արտիստական խմբով, թատրոնով իրականացրին 8 օրյա ռեզիդենցիա եւ 8 օրում գրեցին պիես երեքով եռաձայն, որը հնարավոր եղավ մատուցել Կապանի թատրոնի դերասանների հետ, մենք նաև մեզ հետ հրավիրել էինք Ֆրանսիայից։ Գրեցին, բեմադրեցին, այո, իհարկե թատերականացված ընթերցանության տեսքով էր, բայց ինքը, այսինքն ձևաչափը այնքան հաստատուն է, կայուն է եւ փորձված է, որ հրաշալիորեն անցավ երաժշտությամբ, իմպրովիզացիաներով եւ թատրոնի կոմպոզիտորներից երիտասարդ Վահենն էր մասնակցում, տեքստերից իհարկե երկուսը Նատալին ֆրանսերենով էր գրվել եւ ֆրանսերենով հնչեց Էստել Մակարիի կատարմամբ ֆրանսիացի դերասանուհի եւ հայերենով թարգմանեցինք, որպեսզի հնարավոր լինի հնչեցնել։ Սա փորձառություն էր, թե ինչպես կարելի է շատ արագ աշխատել, որովհետև երբեմն աշխարհի ռիթմի հետ գնալու համար պետք է նաև հասկանալ, որ շատ արագ է ամեն ինչ փոխվում։ Վստահ եմ, որ այս փորձառությունը շատ հարստացնող էր նաև մեր դրամատուրգների համար, եւ սա իհարկե Սանտ-Էտիեն Կապան քույր քաղաքների համագործակցության մեջ էր, Սյունիքի մարզ, Օվերն Ալպեր տարածաշրջանի այսպես, բայց ֆրանկոֆոնիա ասելով չպետք է մտածել, որ միայն Ֆրանսիայի մասին է խոսքը, որտեղ մեր փառատոնում նաև Բելգիան կար եւ Շվեյցարիան, եւ բելգիացի հայտնի դրամատուրգ Ժնևիև Դամասնել դրամատուրգիական ռեզիդենցիա անցկացրեց 2 օրյա Գավառի պետական դրամատիկական թատրոնում տարբեր արտիստների, գրողների, դերասանների հետ։ Եվ ինչն է հետաքրքիր, սովորաբար այս փառատոնները ասում են, որ սա մշակութային երկխոսություն է,
բայց սովորաբար երկխոսությունը մենք տեսնում ենք մի կողմից, այսինքն մենք ենք ֆրանսիական այսպես կամ ֆրանսախոս աշխարհի այսպես մշակույթին ավելի շատ առնչվում, իսկ իրենք ինչպես են մեզ առնչվում, իրենք ինչպիսի երկխոսության մեջ են մեզ հետ մտնում, դա արդեն սովորաբար մոռանում ենք։ Ես կուզեի այդ մասին նույնպես խոսենք, սա թե օրինակ այստեղ հյուրերից շատերը առաջին անգամ էին Հայաստանում եւ տպավորություններ կան եւ այդ երկխոսությունը արդյոք ըստ ձեզ կայացավ։ Երկխոսության կայացման համար նախ պիտի մարդիկ սկսեն իրար լեզու հասկանալ բազային, հա, այսինքն տարաճանաչությունը, հա, տարական հաղորդակցության եւ շփման մեջ էր։ Կարծում եմ մենք հիմնակարերն ենք շարել այս պահի դրությամբ եւ այն ռեզիդենցիաները, որ իրականացվեցին, անշուշտ երկխոսության առաջին քայլերն էին եւ որոշ բնագավառներում դրամատուրգիայի մեջ վստահ եմ, որ այդ երկխոսությունը կայացավ լիարժեք կերպով։ Պարի մեջ ավելի աշխատարանների տեսքով էր, որ իրենք հանդիպեցին հայ արտիստներին, թեկուզ երիտասարդ, բայց ապագա մեծ արտիստների, ես միշտ այդ հավատով եմ լցված։ Ես մոռացա նաև շատ կարևոր մի բաղադրիչ էլ ասել, որ մենք Կապանի Թումոյում հանդիպում տեղի ունեցավ երիտասարդների հետ Թումոյի, հանդիպում տեղի ունեցավ Երևանի Թումոյում ուրեմն Կադերատուի եւ Յոան Բուրժուայի հետ, իրենք իրենց փորձառությամբ տպավորությունները շատ լավն էին մեր ֆրանսիացի եւ բելգիացի, շվեյցարացի հյուրերի, ֆրանկոֆոն արտիստների տպավորությունները շատ լավն են, առհասարակ բոլորը Հայաստանում առաջին անգամ էին եւ վերադառնում են շատ այսպես հարստացած թե փորձառությամբ թե հանդիպումներով ամեն դեպքում մեր միության համար, որը առաջին նախագիծը չէ, իհարկե առաջին փառատոնն է, բայց առաջին նախագիծը չէ, մենք տարիների տարբեր գործիչների ենք բերել Հայաստան, այդ թվում նաև գիտության մեջ շատ մեծ գիտության, պատմագրության մեջ Մանուշյանի նախագծի շրջանակում օրինակ, եւ մեզ համար այսպես պատվի հարց է Հայաստանն իրենց ներկայացնել այնպես, որ իրենք անպայմանորեն ցանկություն ունենան նորից վերադառնալու։ Եվ այս տարի էլ բացառություն չէր, իրենք բոլորը սիրահարված են գնում Հայաստանին եւ ես վստահ եմ, որ մենք հետագայում նոր նախագծերի եւ համագործակցությունների համար այսպես հիմքեր ստեղծեցինք եւ դրանք անպայման կյանքի կկոչվեն։ Մեր փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր, կարծում եմ կարեւոր է դա նշելը, որը խոսում է քաղաքապետարանի այսպես մշակութային քաղաքականության մասին եւ մեր գլխավոր աջակիցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է, որն էլ խոսում է Հայաստանի Հանրապետության դիրքի եւ նշանակության մասին ֆրանկոֆոն աշխարհում եւ թե որքան է Հայաստանի համար կարեւոր ֆրանկոֆոն աշխարհի ներկայությունը մեր երկրում։ Շատ լավ, փառատոնն էլ կոչվում է թեատրոն, այսինքն դա նշանակում է եւ այդտեղ եւ Ֆրանսիայի ներկայությունը կա այս բառի մեջ եւ Հայաստանի ներկայությունը կա։ Թեատրոն թարգմանաբար նշանակում է թատրոնել։ Այո, բառախաղը կա, եթե թեատրոնի այդ առը հանեն կստացվի թատրոն, բայց թեատրոն թարգմանաբար, այսինքն մենք հնարել ենք այդ բառը, բայական իմաստով ենք օգտագործում թատրոնը եւ նշանակում է թարգմանաբար թատրոնենք ինչ որ առումով հրավեր է, որպեսզի միասին կիսենք մշակութային այս պահերը, բայց նույնիսկ եթե թեատրոն է կամ թատրոն, չի նշանակում, որ սահմանափակված է թատրոնի մեջ, դրա համար տակը կա ենթավերնագիրը կատարողական արվեստների միջազգային փառատոն։ Փորձենք ամփոփել սա թե մեր զրույցը եւ ինչպես եք տեսնում զարգացումները, արդյոք սա ամենամյա է լինելու այս փառատոնը, թե հնարավոր է որ նաեւ ավելի երկու տարի սկզբում մենք մտածում էինք որ բիենալե կլինի, առավելևս որ 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է ֆրանկոֆոն միջազգային խաղերը, որոնք մշակութային եւ սպորտային խաղեր են ենթադրում իրենցից, սա շատ լուրջ միջոցառում է Հայաստանի համար 27 թվականին շատ ծախսատար ինչքան հասկացա շատ, որովհետեւ շատ տարբեր, այսինքն մի քանի հազար, եթե ոչ տասնյակ հազարավոր մասնակիցներ կհյուրընկալի Հայաստանը, ես կարծում եմ որ մեր փառատոնը դրա շրջանակներում այդ փառատոնի ֆրանկոֆոն խաղերի շրջանակում անպայման ներկա կլինի, որովհետեւ մեր փառատոնի մասին տեղյակ եք,
կառավարությունը, թե արտաքին գործերի նախարարությունը, ու սա մյուս տարի մեզ կմիանա նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, բայց մենք հիմա փորձում ենք մեր ջանքերը կենտրոնացնել մեր գործընկերների հետ, որոնց հետ աշխատել ենք մինչ այս, հուսանք նաև նոր գործընկերներ կմիանան մեզ, որպեսզի մյուս տարի եւս կարողանանք ունենալ երկրորդ թողարկումը փառատոնի եւ գնալ դարձնելու փառատոնը ամենամյա։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հուսով եմ հենց այսպես էլ կշարունակենք։ Սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր թեատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր տնօրեն Սաթե Խաչատրյանն էր։ Մենք խոսում էինք թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի առաջին փառատոնի, այսպես ասած, հետահայաց այսպես արդյունքների մասին։ Իսկ զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն